Շնորհակալություն, հարգելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ես խոսքի սկզբում անդրադարձ կատարեմ պարոն Վարդևանյանի թեկնածությանը ու մի պատմություն պատմեմ կապված նրա հետ, թե նա անվճար իրավաբանական ծառայություն մատուցել է, թե ոչ։ Ուրեմն այն հոդվածով, որ ես դատվում եմ ու երեք դատի էի, հայտնի յոգուրտի գործը, երբ որ իմաց այդ խեղկատակության մասին ու ասի գնում եմ քննչական կոմիտե առաջինը Ես քննչական կոմիտեի դիմաց տեսա կանգնած Արամը Վարդևանյան։ Եվ պարոն Վարդևանյանին ես ոչ զանգել եմ, ոչ խնդրել եմ, որ գար ինձ պաշտպաներ։ Ու պարոն Վարդևանյանը եկել է ու այդ ծառայությունն իրականացնել է անվճար։ Ու այդ ժամանակ միակ տարաձայնությունը իմ եւ պարոն Վարդևյանի եղել է այն, որ պարոն Վարդևյանին խնդրել եմ, ասեմ, քո ժամանակը տրամադրի այլ մարդկանց, պարոն Վարդևյան։ Տենց է թե չէ, պարոն Վարդևանյան։ Եվ իհարկե պարոն Վարդևյանի պես կերպարը մեր պետությունը ներկայացնելուց միայն ու միայն մեր պետությանը պատիվ կբերի, պարոն Վարդևյան։ Ելույթիս հաջորդ մասը պարոն Ռուբինյան ազգային ժողովի նախագահությանն է ուղղված։ Խոսում եմ բարեկրթությունից, բայց ազգային ժողովի դահլիճում շարունակվում էր մարտերը Մանվել Գրիգորյանի ստվերի հետ։ Խոսում եք բարեկրթությունից, երեք ինձ ջնջիլ էին գցում վիզս։ Ու տրամաբանությունը կանում է նրանում, որ քո նախկին ղեկավարին դու իրավունք ունեիր գույքային ինչ-որ հարցադրումներ իրականացնել։ Բայց աբսուրդը գիտեք որն է, որ ինձ այդ հարցը ուղղում էր պարոն Ռուբինյան, Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա թքած Ալեն Սիմոնյանի նախկին օգնականը։ Ալեն Սիմոնյանի հայտարարագրի գույքային գործարքների վերաբերյալ բազում հարցադրումներ ունեմ, որոնք առիթ կունենամ տալու։ Այս պահին կգտնվեմ բարեկիրթ։ Ու պարոն Ռուբինյան, հետևությունը դուք արեք, որպես ղեկավարություն։ Հաջորդը պարոն տիկին կներեք Ծովինար Վարդանյանին։ Տիկին Վարդանյան, խոսեցիք իմ հոր մասին, որ իմ հայրը մեղադրյալ է։ Ես այդ կառավարության որոշումից ուզում եմ խոսել ու նաև շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Տիկին Վարդանյան, իմ օգնականի առաջին հանձնարարականը, որ եղել է, հանձնարարել եմ, որ այդ դատական գործի մասին նախորոք միշտ ձեզ խնդրենք, հրավիրենք, որ դուք մասնակցեք։ Կմասնակցեք, կողջունեմ, ուրախ կլինեմ, չեք մասնակցի, դա էլ լիկիդություն կընդունեմ։ Ուրեմն գործարքը, որով ասում է պետությանը վնասը հասցվել, ինչու՞մ է կայանում։ Գործարքի արդյունքում մեր ընկերությունը պարտավոր է եղել 500 միլիոն դրամից ավել ներդրում կատարել ջրանցքի վրա։ Գործարքի արդյունքում երբևիցե մենք իրավունք չենք ունենալու այդ ջրանցքը վաճառել։ Դա պետության իրավունքն է մնում։ Երբևիցե այդ ջրանցքը գրավ դնելու իրավունք չենք ունենալու։ Երբևիցե այդ ջրանցքը ավարտեմ ես։ Խողովակաշահերը, որ փոխել ենք, նորը հետ ենք հանձնելու պետությանը։ Սակագինը փոխվել է, որովհետև ժամանակավոր է փոխվել անցնելու են ազատ շուկայական հարաբերությունների։ Եվ այդ որոշումը չի եղել Մեսրոպ Մանուկյանի կամ իր ընտանիքի վերաբերյալ, այլ նիստը չի եղել փակ չզեկուցված, եղել է բաց եւ վարչապետը հորդորել ուղիղ ասել է, գիտեք ինչ կա ժողովուրդ, ինչքան sense հեկ կա, բոլորը տվեք իրանց, որպեսզի այդ մարդիկ տիրություն անեն։ Բայց մի հատ ուրիշ կարևորագույն դրվագ պետական մտածելակերպի համար եմ ասում։ Գիտեք այդ ջրանցք երբ որ հանձնել են մեր շահագործման, ըստ կառավարության տեղեկանքի 50% կորուստ է եղել ջրի։ Հիմա գիտեք ինչքան է ոնց որ մենք ենք շահագործում։ 3 անգամ միջգերատաշչական հանձնաժողովը գործուղվել այնտեղ, մի անգամ գրանցել են 0, երկու անգամը 3% է եղել դրա կորուստը։ Եվ վերջում Տիկին Վարդան, այնքան շատ կուզենայի որ ձեր խոսքը նենց լիներ, որ իմ հայրը մեղադրյալ լիներ, այսօր կենթանի լիներ ու իմ կողքը լիներ։ Ու ասեմ, եթե նայում եք այդ քրեական գործը, ուշադիր նայեք, որ ես կարող եմ մի հատ նամակ գրել, կարճվել, փակվել, չկարողանաք խոսել, դրա հակառակը ես գնացել դիմում եմ գրել, ասել եմ, ես պետք է լինեմ իրավահաջորդ, ցույց տամ ձեր դահոլչի գլխավոր դատախազը ոնց է մարդկանց գլխին գործ կարում։ Միջնորդում ենք դատարան, ասում ենք ժողովուրդ, գործարքի արդյունքում օգուտ ա եղել, թե վնաս ա եղել, այնուամենայնիվ, որովհետև գործարքը մի կոմպոնենտ չի պարունակում, թե այդ գույքի արժեքն ինչքան, այլ կոմպոնենտը պարունակում է մնացած պայմանները, որոնք որ բազում են։ Եթե ինչքան վնաս ենք տվել, վնասը փոխհատուցենք, եթե օգուտ է, օգուտն է գնահատենք։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, այդ ժամանակ քննիչը, որ քննչական կոմիտեի նախագահն գալու աստեղ ասեց անցել է ձեր ժամանակներ, ես ոնց ուզեմ այտենց կլինի։ Այդ գործի շրջանակներում դա կա, փաստարկված է այդ բոլորը։ Բայց ես ուզում եմ մի բան էլ ասել ու ավարտել շարունակությունը, այդ կապված Քավորսյանիկ օգնական մյուս դրվագներին, երեք տիկին Ղազարյանը ասում էր Արշալույսի տիկին Ղազարյանն ասում էր մանկապարտեզների ցուցակ ու ասում էր մի հատ Մանվել Գրիգորյանի անունով Տիկին Ղազարյանը մոռացավ վերջի մանկապարտեզի անունը տալ
Իսկ գիտեք այդ վերջին մանկապարտեզն ումն էր, Նիկոլ Փաշինյանի Քավորինը, որի մասին 100 անգամ խոսել եմ։ Որտեղ այցելել է դպրոց Նիկոլ Փաշինյանի երեխաները։ Հիմա ինչ այդ տրամաբանությամբ ես Նիկոլ Փաշինյանին սարքեմ չգիտեմ ինչ։ Նոնսենս է, հասկանում եք ժողովուրդ։ Դա վերաբերվում է Բլեյանի անվան կրթական համալիրին, Աշոտ Բլեյանի։ Շարունակեմ ժողովուրդ։ Սա կլինի ժողովուրդ, սա կլինի 95 մանկապարտեզի կողքը, որտեղ մի քանի մանկապարտեզի շենք օտարվել է։ Դա պատկանում է Նիկոլ Փաշինյանի Քավորին։ Շարունակեմ ժողովուրդ։ Տիկին Ղազարյանը, եթե չներկայացնի, որ Մանվել Գրիգորյանը մանկապարտեզ ունի, եթե ներկայացնեց, ես ներողություն կխնդրեմ, եթե չներկայացնեց, այսուհետ իր խոսքերին գնահատական կհնչեցնեմ։ Ու նաև ավելացնեմ, պարոն Ռուբինյան, բարեկրթության շրջանակում ես վերջի անգամ ամենայնիվ կփորձեմ այս ամբիոնից սենց անձնական հարցեր կամ մնացածը խոսել։ Ճեպազրույց կա, կանդրադառնամ, ազգային ժողովի թիվ 1 ամբիոնը զազրախոսության տեղ պետք չէ լինի ժողովուրդ։ Այդ բարեկրթությունը որ կա, նոր ասեցի, էլի, այդ նույն տրամաբանությունը ժնջիլ գցելու կամ թքելու, տենց մեկը մյուսին կշարունակի, ոչ մեկին դա ինչ որ մի բան չի բերի։ Հաջորդը, պարոն Եղոյան, դուք տնտեսագիտության հետ կապ չունեք, մի մտեք այդ թեմայի մեջ։ Կա օրինակ պետության կողմից, կառավարության կողմից տեղական արտադրության խթանում։ Ասում է դրսից բերելը էժան էր, Հայաստանում թանկ էր։ Պարոն Եղոյան, ուրեմն ձեզ ասեմ, էլի գիտեք ինչ կա։ Կա պետության կողմից մշակված ռազմավարություն, որի շարունակությունն ասեմ։ Դուք ստեղ ասում եք, որ Թուրքիայում ավելի էժան է եղել, դուք ստեղ բերել եք ձեր արտադրանքը։ Ուրեմն պարոն Եղոյան, պարոն Ռուբինյան, մատ ասեք թող։ Պարոն Եղոյան, զսպեք ձեզ։ Բարեկիրթ գտնվեք, ուրեմն շարունակեմ ես, Թուրքիայից դալիճից ասեցին, որ առաջ Թուրքիայից են առել, հիմա տեղական արտադրությունը, պետությունը կարող է շատ դեպքերում կամ մասնավորը առնել տեղական արտադրությանն ավելի թանկ, քան դրսում որ կա։ Նույն ընդունենք ազգային ժողովում, որ դրած է այդ անձեռոցիկները, որ Թուրքիայից բերես միգուցե ավելի շատ էժան լինի, բայց դու խթանում ես տեղական արտադրությունը, հարցը այդ էժանը չի։ Դրա մուլտիպլիկատիվ էֆեկտն է կա, որ աշխատողը աշխատավարձ է ստանում, այդ փողը վերցնում, գնում ուրիշ բան է առնում, այդ ուրիշ բանը առնողն էլ ուրիշ տեղ է այդ գումարը դնում եւ այդպես շարունակական է գնում։ Ուրեմն շարունակեմ, ես չգիտեմ ինչ են ծանր տանում, բայց որպես մանկավարժ, որպես մանկավարժ պատրաստ եմ 2, 3, 4 անգամ բացատրել տեղական արտադրության կարևորությունը ու ինչի կարա տեղական արտադրանքը ավելի թանկ լինի։ Չեմ կարծում, որ այս պարագայում օգնության կարիք ունեն իմ գործընկերները, այնուամենայնիվ, խոսում եք Ռուսաստանի հետ հարաբերություններից, ասում եք գնահատական տվեք, բարեկամական քայլ է, թե ոչ։ Երբ որ Ռուսաստանի հասցեին ամենավատ խոսույթը լինում է, ու ես նկատել եմ, որ իմ գործընկերներն ասում են ժողովուրդ, դրա հետևանքների մասին կարող եք գնահատել։ Այսօր որ խոսում եք, դրանից հետո մի հատ պատասխան է լինելու։ Պատասխանը լինելուց հետո ասում եք վատ պատասխան ա եղել, բայց դի բարեկամական էր։ Իհարկե, այսօր եթե խնդիրներ կա, որ տեսնում ենք մենք առերևույթ բարեկամական չի, կասենք բարեկամական չի, բայց դա ինչի արդյունքում եկավ, պարոն Եղոյան։ Մի քիչ անկեղծ եղեք, ասում եք լրիվ անկեղծ, կամ ստեղ կանգնած նորից էլի վատ խոսում եք այդ գործընկերոջ հասցեին։ Ոնց որ ես ձեր հասցեին կամ ինչ որ մեկ դուք ինձ գործընկեր չեք կամ բարեկամական չեք, պատկերացրեք ինչ որ մեկը գա ձեր հասցեին վատ խոսա, հետո դուք պատասխանը տակ ասեք, տեսակ Եղոյան ինչքան վատ էր։ Իդիշ պատասխան տվեց, ինչ արեց։ Բայց հետ վերադառնամ նաև այսօրվա օրվա կարևորագույն թեմային, այսօր մեր հայ ժողովրդի հայոց պատմության մեջ ամենախայտառակալից օրերից մեկն է։ Այսօր դատարանում մեղադիալի կարգավիճակով ամենայն հայոց կաթողիկոսն է։ Սա ժողովուրդ ամոթ է, ամոթ մեր ժողովրդին։ Ու մի հատ եկեք հասկանանք, ինչ գործով ու ինչ կարգավիճակ ունի։ Ու նորից հետ վերադառնամ ժողովուրդ, այս ազգային ժողովի կամ հանրապետության թիվ 1 ամբիոնը իր ճիշտ նպատակին պիտի ծառայի։ Եվ եթե բարեկրթությունից խոսում են, որ մեկը քաղբանտարկյալ, ժնջիլը վիզա գցել, քաղբանտարկյալ լինելու Տիկին Վարդան ավելի կարճ ճանապարհ կա, այս յոգուրտի գործը որ կա 5 տարվա մեղադրյալ եմ։ Մի անգամից կալանքը տվեք բրծեք։ Մի անգամից այս խայտառակությանը։ Կամ այսօր այդ նույն ձեր ասած գործարքի արդյունքում ես եմ ասել, որ ես պետք է ապացուցեմ դա։ Այդ էլ գործ, այդքան շատ տանջվելու գործ չկա, ուղղությունն է տամ։ Ու իմ հետ կապված մի բան էլ ասեմ, ռիսկերը բոլոր ես ունեմ գնահատած, թե ինձ ոնց եք թիրախավորելու, ինչ եք անելու։ Իսկ իմ փորփրոց թե քչփչոց որ ասեցիք շարունակվելու է։ Փորփրելու եմ,
ման եմ գալու, ով կոռուպցիայի մեջ եղավ, ի ցույց եմ դնելու, ու ես դրանից չեմ նեղվում։ Շնորհակալություն։